Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել ձեզ հուսող կոնկրետ հարցերից, այն հարցերից, որի մասին անհատական գրում եք, մեծամասամբ գրում եք մասսայական, և քանի որ ձեզ քաղաքական դաշտը այսպես ասած չակետավոր շատերից չի հետաքրքրում ասում եք աթոռակռիվ է, եկել եմ ձեր իրավիճակին, ձեր բարդացած կյանքի պրոբլեմներից խոսելու։ Սկսենք նրանից, որ Նիկոլը հայտարարել էր, որ թոշակառուները ինչ պետք է անեն այդ 10,000 դրամը, դրան մենք անդրադարձել ենք, հիմա նոր հայտնագործություն, Ալեն Սիմոնյանն ասում է, որ պետք է լավ հագնվի թոշակ բարձրացնողը, որպեսզի կարողանա թոշակները բարձրացնել։ Սիմոնյան Ալեն, այդ թքող ուղտ։ Դու այնքան էժան ես, հագիդ կոստյումն էլ քո էությունից այնքան է արդեն թանկ, որ ինչքան էլ թոշակ բարձրացնես, միևնույն է, տեղ կա բարձրացնելու։ Պարգևավճարները ինքներդ ձեզ պարգևավճարներ եք բաշխում, արդեն էլ ցինիզմով առանց համաչելու, առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու, իսկ եթե օպոզիցիան ինչ-որ մի բան է անում, ասում եք, բա հասարակական կարծիքը։ Դուք արդեն այն աստիճան եք չափներդ անպատժելիությունից անցել, որ էլ չեք էլ թաքցնում, արդեն ծրարներով, առաջներում գոնե ամոթ ունեին, ծրարներով էին այդ պարգևավճարները տալիս, դուք արդեն, այն որ ասում են բացահայտ թալանում եք երկիրը, բացահայտ միացնում եք Ադրբեջանին, ինքներդ ձեզ բացահայտ պարգևավճարներով պարգևատրում եք այ անարժաններ, ու դեռ այդքանից հետո էլ ուզում եք, որ ժողովուրդը ձեզ հանդուրժի։ Թոշակառուների վիճակը գնալով օր-օրի ավելի լացելու է դառնում, որովհետև գները թանկանում են, մտեք խանութները տեսեք այդ թոշակով ինչ կարելի է առնել, անգամ ամենաբարձր թոշակով, ու կհասկանաք ինչ վիճակով է այսօր ապրում թոշակառուն։ Ինչ վերաբերվում է երկրի դեմք եք ներկայացնում, ցավոք սրտի, դուք այսօր ներկայացնում եք երկրի հակառակ կողմը, որովհետև երկրի դեմք դուք չեք կարող լինել, դուք ոնց կարաք լինեք հաղթող թագավորների Հայաստանը, դուք ոնց կարող եք ներկայացնել մի ազգի, որի սրբությունները ինքներդ եք ոտնահարում։ Ինչ էիք հայտարարել, եկեղեցին միայն ծայրահեղ դեպքում կարող ենք վաճառքի հանել, հա։ Հիմա արդեն եկեղեցիներն եք վաճառքի հանում։ Նիկոլը հեծի կռիվ էր անում։ Ինչի համար, որպեսզի միացնի Ադրբեջանի հեծին, որպեսզի բացահայտ ազգային ժողովի ամբիոնից հայտարարի, որ միացնում եմ, կա վիդեոները, մտեք ինտերնետից նայեք, եթե չեք հավատում իմ ասածներին։ Ժողովուրդ, բացահայտ հայտարարում է, Ադրբեջանի հետ միավորում ենք էներգետիկայի ոլորտը։ Ինչի համար են միավորում, որպեսզի կարողանան արքու վաճառք անել թուրքերի հետ արդեն բացահայտ։ Բենզինը իրենց քիչ էր, հիմա էլ թուրքական գազոէներգետիկա են ուզում խառնել մեր մաքուր առօրյային։ Դեռ հարց է, ինչ գնով, ինչի դիմաց, մեր անկախության, մեր պետականության դիմաց, ասեմ, որովհետև այլ կերպ խաղաղության չեկող Ադրբեջանը, որ անընդհատ Ալիևը հայտարարում է, որ Երևան չէ, Երևան է, որ դա արևելյան Հայաստան, արևելյան Ադրբեջան է, եւ նման բաներ, որ հայերը եկվոր են, հայերը Հնդկաստանից են եկել, այդ Ալիևյան թեզերին զուգահեռ, եթե դու Ադրբեջանին ես միացնում, քո էներգետիկ համակարգը, եթե դու Ադրբեջանի հետ համաձայն ես, անվորակ բենզին, գազ և հոսանքներ կրել, այդ միայն մի բան է նշանակում, որ դու թուրք ես ու անում ես ամեն ինչ, որպեսզի Հայաստան պետությունը ոչնչացնես, պատվերով, լավ վճարի դիմաց, բացահայտ Ադրբեջանը արդեն ասել է, որ աչակցում է ընտրությունների ժամանակ ՔՊԻ-ին ու Նիկոլին, և ժողովուրդ ուզում եմ ձեզ մի հատ հարց տալ։ Վահագն Խաչատրյանը դա մի առանձին առասպել է, այդ ՀՀՇ-ի, այդ
հին արխիվային առնետը դա մի այլ կատեգորիայի երկոտանի երևույթ է։ Ասեմ ինչի համար։ Վահագը հայտնի է որպես մեռել թաղող։ Վահագն Խաչատրյանի նախագահն ես, չէ, իբրև հիմա, ես ինչ, այդ որ սիրում ես գնաս Անգլիայի թակու մեռած թակու կողքը նկարվես Հռոմի պապի, հիմա էլ որոշել ես եկեղեցում բանը քարոզչություն անես, դու էլ ես կուսակրում Վահագ, կարող է կուսակրունես խաբար չենք, բացահայտ ասա հասկանանք, կարող է գնաս վերջը մեղքերի թողություն տալու կուսակրոնություն ընդունելու, ինչ է իրանում քարոզում էիր, որ ծապտան, հա, Նիկոլի արժեքներն էիր քարոզում սրբապիղծներիդ հետ եկեղեցում, ու դա քեզ քիչ է, մի հատ էլ հələ տնտեսական, Դավոս միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ Ալիևին ասում է շնորհակալություն, ինչի համար շնորհակալություն, մեր 7000 տղաների ոսկորները մինչև այսօր դեռ հանգրվան չեն գտել, մեր 12000 վիրավոր հետ եկած տղաների համար, մեր եռապատկված եռաբլրի համար, թե մեր խլված Արցախի համար, որ մի բանի համար ես Ալիևին շնորհակալություն ասում, ու այն Ալիևին, որը որ առեսօր անընդհատ հայտարարում է, որ հայերը մահմեդական աշխարհի համար, այսպես ասած, սպառնալիք են, հայկական եկեղեցին սպառնալիք է, այ անհավատ անսրբություն, քեմալականներ, որ հայ կոչվելու իրավունք չունեք, որտև հայ ծնվելուց բացի, հայ է նա, ով կարողանում է պահպանել ու պաշտպանել հայկական արժեքները, Հայաստան պետությունը եւ այն ամենը, ինչ հայկական ծագում ունի։ Իսկ դուք հակառակը աճուրդի եք դրել այդ ամեն ինչը։ Հիմա եթե ինչ-որ մի բան ասում ենք, դուք վրաս սկսում եք, անընդհատ սկսում եք, ռուսական, ես շատ գիտեմ, աթորա կռիվ, նախկին, ես իմ ինչ, այդ նախկինա ցավով տառապողներին հիմա ուզում եմ հարց տալ։ Ոնց, ձեր համար նորմալ է, որ Ադրբեջանից հնարավոր է նաև նորմալ է։ Գուցե սկսեք վերջում արդեն հայերենի փոխարեն թուրքերեն խոսել, ադրբեջաներեն։ Ավելի էժան պամիդոր կստանաք։ Ավելի էժան բենզին կառնեք։ Ինչ պարտադիր է, որ հայ լինեք, չէ, ձեր համար դա էական նշանակություն չունի, եթե լռած այդ ամենին հանդուրժողական սպասում եք, նայում եք կողքից։ Շատ են նաև, ոնց էր ասում Նիկոլ, ասում էր ակետից դեկետ ավտոմեքենա տեղափոխելը դրա համար մեծ խելք ու միտք պետք չի։ Դե եթե դրա համար մեծ խելք ու միտք պետք չի, 3000 վարորդների տարբեր պատճառներով, ընդ որում 10-ից 20 տարի վարորդական ստարժ ու այդքան էլ նաև ակետից բեկետ տեղափոխող վարորդներին, ավտոմեքենաները տարբեր կատեգորիաների, դրանցից մի մասը 44 օրյա պատերազմի վիրավոր հետ եկած տղաներ են, որոնք որ այսօր նաև զինվորե հայր են։ Դու քիչ է, որ զրկում ես, մի հատ էլ դատ ես անում, 375,000 մարդուն դու տուգանքի ես ենթարկել, այն դեպքում, երբ այդ մարդը չի ներկայացել դատարան, չի ներկայացել առանց նրա ներկայության դու դատարանով, պատիժ ես ներկայացրել, տուգանք ես ներկայացրել մարդուն, ու այնպիսի մի մարդու օրինակի համար, դա մի օրինակն է, ու այդպես 3000, այնպիսի մի մարդու, որ տղաներից մեկը իրա հետ սահման է պահում, իսկ մյուս տղան գնալու է սահման պահելու։ Դուք ընդհանրապես, և ինչի մասին է պապիկյան խոսքը, ինչ զինվորի, ինչ բանակի մասին է խոսքը, եթե դուք Ալիևի հետ գնում եք շնորհակալություն հայտնելու, բանակը ինչներիդ է պետք, ինչ եք անելու այդ բանակը, որպեսզի կարողանաք հիմքը, սերմը, հայկական ամեն ինչը ոչնչացնել, այս անգամ արդեն տղաների հետ աղջիկներին էլ եք տանելու կոտորեք, հա, ևս մի անգամ, այս անգամ էլ Սյունիքի դիմաց, որովհետև ձեզ խանգարում են ամեն ինչը, որ հայկական է, որովհետև ձեզ խանգարում են դուք մեզ բերթերն ու ազգային անվտանգության նկուղներում փակում եք, որովհետև մենք ձեզ խանգարում ենք, մենք հայերս, բոլոր նրանք, ովքեր կանգնած են հայկական բանակաշինության ակունքներում,
հայկական մշակույթի ակունքներում բոլոր մենք, որոնք որ փորձում են պաշտպանել այս երկիրը ձեր նման թուրքերից ու թուրքացած թլպատվածներից, հոգեպես թլպատվածներից, սարսափելի է ավելի, երբ մարդ հոգեպես է թլպատված, իսկ ժողովուրդը լռում է, իսկ ժողովուրդը հանդուրժում է նախկինում, եթե նախկին եք ասում, եթե նախկինում մի փոքր այդպիսի բան լիներ, հիմա ամբողջի ոռնոցը հասել էր երկինք, հիմա ինչ եք լռում ու հանդուրժում ժողովուրդ, իսկականից ձեզ հիշողությունների գիրկն է տարել Նիկոլեն, էժան կանաչու, հա, թուրքերից առած էժան կանաչու ժամանակահատվածներն է հետ տարել, տենց հուշերով, մանավանդ ավակ սերունդը հուշերով տարված եք, հա, տենց, դրա համար է ձեր թոշակները օր-օրի վրա նվազում, գները թանկանում են, ուրեմն թոշակներն էլ արդեն չեն հերիքելու ցամաքացի անգամ են կոմպիկերին, որ բերել են, և հետո մինչև ուր ենք ես ամեն ինչը հանդուրժելու ժողովուրդ, մինչև երբ, հիմա արդեն դարձել է շուտ ասելուկ, ասում են այն ցեցը, որը որ խլել է հեծը, կոչում է հովարային անջատում, ժողովուրդ, ախր, մի հատ, չգիտեմ, էլ արդեն չգիտեմ ինչ ասեմ, օր-օրի վրա դուրս են տալիս, օր-օրի վրա ինչ-որ անկապ բաներ են ասում, մենակ մենք հայերս կարող էինք սոցիալոգ կրթության նախարար ունենալ, գյուղատնտես առողջապահության նախարար ու բանակից փախած դասալիկ պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր ինչեր հրամանատար, որ չգիտել ավտոմատը դեմից են կրակում, թե հետևից։ Ու դուք դեռ ուզում եք, որ պետություն լինի, ու հետո էլ ասում եք, ես ինչը որ գա կռիվա լինելու, եթե այդ դեպքում գոնե կռիվ է լինելու, այս դեպքում կռիվ էլ չի լինելու, առանց կռիվ են թուրքանալու։ Թոշակների հետ կապված, թոշակառուների նկատմամբ վերաբերմունքը ինչով է պայմանավորված։ Մեր զրույցներից մեկում դուք խոսում եք, որ մի թոշակառու օրինակ ձեր մայրը եւ այս պայմաններում, հա, ասում 10,000 տանք ինչ անեի, չեն իմանալ ոնց ասել, 20,000 տանք խնդիրների լուծում չի լինելու։ Բայց մենք պետք է պարգևաճարներ ստանանք, որպեսզի զրո կոռուպցիա լինի։ Դե ես դրա համար էլ բացահայտ ասում եմ, որ թոշակառուների այժմյան թոշակները չի հերիքում անգամ ցամաք հացի։ Իսկ իրենք նորից եմ ասում, ձեր ամեն մի կոստյումը ձեզանից տասնապատիկ թանկ արժե, եթե ոչ հարյուրապատիկ։ Ու դուք ոչ թե պարգևավճարների արժանի չեք, դուք արժանի չեք հանապազորյա հացի ձեր պահվածքով անգամ, քեմալական պայմանագրի, քեմալի պուճուրներ, ՔՊ և Նիկոլազավրեր, այդ ովքեր որ ազգային ժողովում եք ու իբր թե բան այդ կոռուպցիոն ձեր սխեմաները շատ վաղուց արդեն բացահայտ այլ կոռուպցիային նման էլ չի, որտեղ շատ բացահայտ ուղղակի թալանա, ցինիզմաբար։ Թոշակառուներին 10,000 չէ, դուք թոշակառուներին 3-4 անգամ պետք է ավելացնեք իրենց թոշակի չափով, որպեսզի այդ մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել, որովհետև մեծամասամբ թոշակառուների մի մեծ զգալի մասը կրթված կիրթ ոչ թե չեն կարող այդ 10,000-ը իմանալ ինչ անեն, այլ ձեր նման ոչխարներին ծարավ կտանեն ծովը, ծարավ հետ կբերեն, իրենց այս տարիքում, իրենց խելքով, մտքով, պայծառ խելքով։ Ու եթե ձեզ թվում է, թե դուք հիմա կարող եք արտադրվել նույն այդ թոշակառուներին ընտրություններից առաջ ինչ-որ մի թուլափայ շպրտելով թողներեն ինձ այս բառի համար թոշակառուները, ապա չարաչար սխալվում եք, այդ մարդիկ ուղեղ ունեն, այդ մարդիկ շատ լավ հասկանում են ձեր արածը ու որ դուք ոչ միայն իրենց համարում եք ավելորդություն, որովհետև նրանք արդեն աշխատանք ունակ չեն մեծամասամբ ֆիզիկական աշխատանքի, չնայած բավականին լավ հստակ ուղեղները աշխատում է ու կարող են շատ ոլորտներում պիտանի լինել մեր ազգին, մեր պետությանը, ապա նրանք շատ ընտիր հասկանում են ձեր ասած և չասած բոլոր բառերը, բոլոր ենթատեքստերը և հույս ունեմ այս անգամ թոշակառուները ընտրություններով են ասելու իրենց ոչը ձեզ, որ գոնե եկող հաջորդը կարողանա մեծերին հարգել, Արցախյան ասացվածքը ասում է, եթե չես հարգում ծերին, դու չես ծերանալու։
Դե հույս ունենանք, որ չես ծերանալու։ Չնայած ես կցանկանայի Նիկոլ, որ դու շատ երկար ապրես ու տառապես։ Ապրես ու տեսնես։ Թե ինչպես է լինում իսկական հայը եւ որ դատաստանով է քեզ պատժել, որտեվ դու հայ դատաստանով ես, դու հայկական դատի առաջ ես կանգնելու, ես դրա մեջ ընդհանրապես կասկած չունեմ։ Ու քո հետ առաջի 10-ը, 10 չէ, ինչքան է, 20-ն եք, չէ։ 20-25-ն եք, ու օպոզիցիա չխաղակ գլխներիս, դուք հիմա փորձում եք շիշ բռնողից սարքել եւս մի խումբ, որպեսզի ձայն փախցնեք, Էդմոն Մարուքյանից սարքեք մի օպոզիցիոն ինչ-որ խումբ, որպեսզի ձայն փախցնեք, գոնե փոշիացնեք, եթե չփախցնեք, Սարգսյան Հայկետն չի են քեզ տենց, իսկականից իրենց դեմ ես դուրս եկել, Ինչի շիշը լավ չես բռնել, թե Ասլեն Ալիևի շիշն էլ կբռնես չես համաձայնվել։ Թե օպոզիցիա ես խաղում, ես հակված եմ երկրորդին ավելի շատ, որ հիմա զոհի կարգավիճակի մեջ եք դրել դրան, որպեսզի ցույց տաք, որ կփնտրոհվել է եւ այլն, որ օպոզիցիա ունեք, ու ձեր գրպանի օպոզիցիան եք փորձում ստեղծել։ Չի ստացվելու, որովհետեւ Ինչ էլ որ անի շիշ բռնողը, նա արդեն կանգված նիկոլական է, ու ոչ մի հասկացող մարդ նրա օգտին ու այն խմբակի օգտին, որտեղ որ ինքը փորձի խցկվել, ձայն չի տալու, ոչ էլ Էդմոն Մարուքյանի, որտեղ Էդմոն Մարուքյանը իմ քայլն է, եթե ով մոռացել է հիշեցնեմ, ու հերիք եղավ, մանիպուլյացիաներով փորձեք այս ժողովրդին, այդ կտերը արդեն էլ այս ժողովուրդ չի ուտում, Հոգնել է արդեն, դպրոցներում ավերականոցը, առաջի մասվի ռուսական դպրոցում 20,000-ով քննության փող են հավաքել, 20,000 հավաքել են, որպեսզի քննություն տան, ընթացիկ ծախսերի համար, տեսնես է թուղթ ու գրիչը 20,000 արժե, որ նստել տեստ են գրել, ինչ ընթացիկ ծախս, ինչ են արել, որ ընթացիկ ծախս, արե դուք ես ինչ եք անում ես երկրի գլխին, Հասկանալի է, ասենք, լավ Նիկոլը թուրք է, բայց մնացածդ, այդ թուրքի մի փոր հացով ծախված փալասներ իսկականից, չեք հասկանում ինչ է կատարում, ծիծեռնակաբերդը վերանորոգեցիք, հա, քանդում եք հորորի վրա, թե մտածում եք, որ ուշադրությունից դուրս է եկել այլևս չենք հետևում ենք ինչ եք անում, ոչ մի բան էլ չեք անում, Մերկատ երկաթ եք դրել, եսա ասելու եք, բա ապրիլի 24-ին ասելու եք, դե վերանորոգման փոլի մեջ է, չենք կար անդեղ, թույլ տանք գնակ, ժողովուրդ վերջապես հասկացեք սրանք, թուրքական 5-րդ էշալոնն է, որ այլևս առանց դիմակի է գործում, և օր-օրի վրա տնտեսությունը քայքայվելու է, վերածվելու է ադրբեջանա-թուրքական բազարի, շուկայել չէ։ Հիմա մի մասըտ կասեք, դե որ գնում են Թուրքիայից ապրանք են բերում, գնում են Ադրբեջանից ապրանք են բերում։ Հասկացեք վերջապես, երբ դուք ձեր ունեցած գումարը տալիս եք թշնամուն, որպեսզի բերեք պարզապես այն ինչը կարող եք ինքներդ արտադրել ձեր հողի վրա, թշնամիդ դրանից սարքում է զենք, քո հաշվին առնում է զենք, որպես ստեղծում է զենք, որպեսզի քո երեխային հենց այդ զենքով մորթի, այսինքն դու տալիս ես դանակ թշնամուդ, որպեսզի քո երեխային մորթի, հասկացեք, մի անգամ մտնի ուղեղներդ, որ թշնամին երբեք առանց շահի, ձեզ էժան պամիդոր չի տալու, առանց շահի էժան գազ չի տալու, որ դրա դիմաց ուզելու է ձեր հողերը, ձեր երեխաների կյանքը, ձեր աղջիկներին, որպես բարդելների, իրենց հաճույքի, գործիք, խաղալիք, ձեր կանանցի, եթե որևէ մեկին դուր գա, ձեր մայրերին, քույրերին, որովհետև թշնամին թուրքը չի կարող հային լինել, բարեկամ չի կարող ինչի համար, հիմա հարց կտակ, բա սովետի ժամանակ, նախ սովետի ժամանակ ուրիշ կարգեր էր, մեկ, և երկրորդն էլ սովետի ժամանակ էլ նրանք էլի թշնամի մնացին թշնամի,
Որովհետև եթե մենք հանգիստ կարող ենք մի սեղանի շուրջ նստել եզդիների հետ հաց ուտել, այդ նույն կերպ մենք չենք կարող ադրբեջանցու հետ նստել սեղանին հաց ուտել։ Չենք կարող, որովհետև ես մորթել եմ իր որդուն, ինքը իմ։ Ու հաստատ մեր թորներն էլ դա չեն մոռանալու։ Վերջապես մի անգամ այս ամեն ինչը հաշվի առեք։ Իսկ այդ վարորդներին, որոնց որ թեկուզ տեղին դուք անվել են եւ ես գիտեմ որ դուք շատ եք, ես հորդոր ունեմ, ուղղակի միահամուռ կերպով հավաքվեք ու դիմեք դատարան նրանց դեմ, ովքեր որ այդ օրենքը հրապարակել են, ովքեր կարող են տալ դատի մարդկանց որոշել վճար տուգանք առանց այդ մարդկանց ներկայության ու դա դեռ քիչ է մի հատ էլ այդ տուգանքից հետո էլ չվերականգնել այդ իրավունքը վարորդական։ Դե ինչ կա, բաները եկել են հնդիկները, էժան աշխատուժը կա, այդ քիչ-քիչ արդեն վարորդներ էլ կան, չէ՞ հնդիկների մեջ։ Էսա թուրքերն էլ կգան, 300,000 դիմում կա Երևանում ապրելու համար, 300,000 Ինչ ես անում գրզոյի այլ տներ ես սարքելու, որ տեղավոր ես, բենզինը քիչ էր, չէ, ժողովուրդ լավ ինչքան, մինչև երբ, ու մի ասեք, բդե մենք ինչ կարող ենք անել, կարող եք, եթե առաջնայինը վեր դասեք պետական շահերը, պետություն ունենալու խնդիրը դնեք, որովհետև մենակ մենք կարող ենք գնալ նստել Ամերիկաներում դիվաններին ու գոռալ մենք հայրենասեր ենք, առանց հայերեն խոսելու, առանց Հայաստանում ապրելու, օտարին ծառայել, քծնել, մի փոր հացի համար ու գոռալ գնացեք արեք, եկեք արեք, եկեք հայրենիքում ապրեք արեք։ Իսկ մեր քաղբանտարկյալներին հերթական անգամ համբերություն ձեզ տղերք։ Ու հաստատ են ամեն ինչը որ ունի սկիզբ ունի վերջ։ Ու այս ամենը շատ քիչ է մնացել, որովհետև երբ արդեն ճահիճը սկսում է թանձրանալ, նա դադարում է ներքև քաշել։ Դա բնության օրենքն է։ Նիկոլ հետո դառը պատասխան ես տալու, դառը։ Ու պատասխան տալու ես նախկիններին չես տալու պատասխան տալու ես նրանց, ովքեր ես երկրի համար արուն ու քրտինք են տվել, մեզ ես տալու պատասխան, մեզ անմանդատ հայրենիք պահողներիս։